Իրանը 10 հրթիռ է արձակել Կատարի ամերիկյան ռազմակայանների և 1 հրթիռ Իրաքի ամերիկյան ռազմակայանների ուղղությամբ։ Այստեղ հայտարարվել է առավելագույն մարտական պատրաստության ռեժիմ, անձնակազմին հրահանգվել է ապաստանել բունկերներում։ Հրթիռակոծության պատճառով փակվել է Արաբական Միացյալ Էմիրությունների, Քաթարի, Բահրեյնի երկինքները, սակայն որոշ ժամանակ անց կրկին բացվել են։ Թուրքական ավիաընկերությունները նույնպես շտապ կերպով չեղարկել են դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ չվերթները։ Սպիտակ տունն ու Պենտագոնը հայտնել են, որ նախապես տեղյակ են եղել հնարավոր սպառնալիքների մասին, հետևաբար իրենց ռազմակայանը լուրջ վնասներ չի կրել։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Ռուսաստանի արտաքին հետախուզության հաղորդագրություններն այն մասին, որ Սերբիան օգտագործում է շրջանցիկ ճանապարհներն Ուկրաինա ռազմական արտադրանք արտահանելու համար։ Մենք հույս ունենք, որ միջոցներ կձեռնարկվեն, նույնիսկ եթե նման բան տեղի է ունեցել, պատահաբար ասել է Պեսկովը։ Եվրամիությունը 2025 թվականին Ուկրաինային արդեն հատկացրել է գրեթե 25 միլիարդ եվրո, բայց նա ավելին է պահանջում։ Հունգարիան մտադիր չէ իր գումարներն ուղարկել Կիև։ Այդ մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի եւ արտաքին տնտեսական հարաբերությունների նախարար Պետեր Սիարտոն։ Նախարարը վստահեցրել է, որ Հունգարիան ռազմական օգնության համար միջոցներ չի հատկացնի եւ զենք չի ուղարկի այդ երկիր։ Նա նաեւ հաստատել է, որ Հունգարիան դեմ է ԵՄ-ին Ուկրաինայի շտապ անդամակցությանը, համարելով, որ նման քայլը լուրջ վնաս կհասցնի եվրոպական տնտեսությանն ու Եվրոպային քաշի Ռուսաստանի հետ ուղղակի ռազմական հակամարտության մեջ։ Իդեպ Հունգարիայի եւ Սլովակիայի իշխանությունները որոշել են արգելափակել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթը, որի մասին ավելի վաղ հայտարարել էր ԵՄ-ն։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտնել է, որ Դաշինքը Հաագայի գագաթնաժողովում կվերահաստատի Ուկրաինային ցուցաբերած աջակցությունը։ Հյուսիսատլանտյան Դաշինքը պետք է շարունակի աջակցել Ուկրաինային նրա պաշտպանական կարիքների համար եւ անդամ պետությունները համաձայնել են Կիևին հատկացնել 35 միլիարդ եվրո, հայտարարել է Ռյուտեն։ Ուկրաինայի անվտանգության ծառայությունից հայտնել են, որ Զելենսկու դեմ մի քանի մահափորձեր են նախապատրաստվել, մասնավորապես Լեհաստանում, Ժեշուվ օդանավակայանում։ Հաղորդվում է, որ սա առաջին դեպքը չէ, երբ ուկրաինական կողմը նմանատիպ հայտարարություններ է անում Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման պատճառով Ուկրաինայի նկատմամբ աշխարհի ուշադրության նվազման ֆոնին։ Հունաստանի Կրետե կղզում լրտեսության կասկածանքով ձերբակալվել է Ադրբեջանի 26-ամյա քաղաքացի, որը նկարահանել է ռազմական օբյեկտներ։ Նրանից առգրավել են մոտ 5000 լուսանկար եւ մեծ թվով տեսանյութեր։ Ադրբեջանցին կասկածվում է կղզում գտնվող ռազմական օբյեկտների դեմ ահաբեկչական հարձակում պլանավորելու համար։ Կիպրոսի եւ Հունաստանի հետախուզության ծառայությունների տվյալներով միջերկրական ծովում ՆԱՏՕ-ի ռազմական բազաները, այդ թվում Կիպրոսում բրիտանական 2 ռազմաբազաները եւ Սուդանի ծոցում ամերիկյան բազան կարող են հարձակումների թիրախ դառնալ Իսրայելի եւ Իրանի միջև ռազմական հակամարտության սրման ու դրանում Միացյալ Նահանգների ներգրավման ֆոնին, ուստի ուժեղացվել են անվտանգության միջոցառումները։ Մերձավոր Արևելքում լարվածության աճը լուրջ խնդիրներ է ստեղծել Պարսից ծոցի նավագնացության համար, առաջացնելով գրեթե 1000 նավի խցանում։ Նշվում է, որ GPS-ի շահագործման հետ կապված խնդիրները խաթարում են նավիգացիան, դժվարացնում են մյուս նավերի հայտնաբերումը եւ մեծացնում բախումների հավանականությունը։ Հաղորդվում է, որ դրանք հանգեցրել են տրանսպորտային աննախադեպ խցանումների, էներգակիրների տարանցման աշխարհի կարևորագույն երթուղիներից մեկում, նաեւ բեռնափոխադրումների սակագների կտրուկ աճի։ Հորմուզի նեղուցով, որը Պարսից ծոցը կապում է Արաբական ծովի հետ, օրական փոխադրվում են մոտ 20 միլիոն բարել նավթ, խտանյութ եւ նավթամթերք, նաեւ գրեթե 311 միլիոն խորանարդ մետր հեղուկացված բնական գազ։ Սերբիան ամրապնդում է իր պաշտպանությունն ու վերականգնում պարտադիր զինվորական ծառայությունը։ Երկրի նախագահը նշել է, որ ամրապնդումը կներառի բանակի արդիականացում եւ թվային հարթակների զարգացում։ Պեկինը եւ Նյու Դելին վերջին շրջանում հասել են երկկողմ հարաբերությունների որոշակի բարելավման, այդ մասին հայտարարել է Չինաստանի արտգործնախարարը։ Նա նշել է, որ պետք է ավելի ամրապնդեն կապերն ու փոխադարձ վստահությունը, նաեւ ջանասիրաբար աշխատեն գործնական հարցերի լուծման ուղղությամբ։ Հրապարակվել է գլոբալ խաղաղության ինդեքսի 2025 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով աշխարհի ամենաանվտանգ երկրների ցանկը։ Նշվում է, որ Հնդկաստանի եւ Պակիստանի միջև լարվածության աստիճանը մի փոքր նվազել է, սակայն դարձյալ մնում է բարձր։ Մերձավոր Արևելքի իրավիճակը բնութագրվում է որպես պայթյունավտանգ։ Այս խառնաշփոթի պայմաններում, սակայն Թուրքիան նույնիսկ Պակիստանից ցածր տեղ է գրավել։ Աշխարհի ամենաանվտանգ երկրների հնգյակը կազմում են Իսլանդիան, Իռլանդիան, Նոր Զելանդիան, Ավստրիան եւ Շվեյցարիան։ Թուրքիան հետ մնալով նույնիսկ այնպիսի երկրներից, ինչպիսիք են Հայիթին, Պաղեստինը եւ Պակիստանը, զբաղեցրել է 146-րդ հորիզոնականը։